Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, ինչու ոչ մեզ մոտել է Լոս Անջելես, մենք որից է հարց չունենք, այնպես որ այստեղ բարձր տրամադրություն է տիրում, մենք քիչ առաջ այսպես դրական պոզիտիվ զրույց ունեցանք Սուրենի հետ, կիսվեցի ես իմ անձնական այսպես էմոցիաներով կիսվեցի ձեզ հետ, բայց ասեմ, որ այնուամենայնիվ ես շատ լավ եմ ինձ զգում այս դերում եւ իհարկե սրանով հանդերձ պատմածիցս ելնելով ասեմ, որ հենց եղբորս շնորհիվ ես այսօր այստեղ եմ, նա շատ դռներ է բացել ինձ համար հեռուստատեսային աշխարհում եւ ես շատ շնորհակալ եմ նրան, այսպես ասած սխալների ուղում է կատարել եւ այսպես անցնենք առաջ, ես ասեմ այսօր շատ համեղ նախաճաշի տարբերակ ենք պատրաստելու, ես ափսեի մեջ շարեցի այս մրգերը ու հասկացա գրեթե մի պահ աչքը զարնեց ու հասկացա, որ դեմք եմ նկարել, այստեղ ճիշտ է մրգերի տեսքով, բայց աչիկներ կան այստեղ, քիթ կա եւ ժպիտ կա, այնպես որ ուզում եմ այս գունեղ սիրուն ափսեով էլ ձեզ ժպիտներ ուղարկել եւ ասել, որ մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ, որպեսզի մենք փորձենք ձեր տրամադրությունը բարձր պահել։ Սիրելիներս, ես այստեղ ունեմ իհարկե բանան, որը շատ հասած է, հասած վիճակում, այդպես էլ պետք է լինել, ես ընտրել եմ հասած տարբերակը, եւ այստեղ ունենք նարինջ, ունենք խնձոր, ունենք տանց, միանգամից ասեմ, որ այս բոլորը պետք է միախառնենք թթվասերի եւ կաթնաշոռի հետ, որպեսզի ստանանք վիտամիններով հարուստ շատ համեղ նախաճաշ, այս բոլորը պետք է կտրատենք, իսկ բանանը եւ այս համեղ կաթնամթերքը պետք է միասին միախառնենք, տրորենք իրար, ինչն էլ հենց առաջին հերթին կանենք։ Ահա կվերցնենք կաթնաշոռը, մեզ մոտ Էլոլա Ապրանքանիշի կաթնաշոռն է, որը 9% է, օգտագործում ենք այս կաթնաշոռը եւ իհարկե այստեղ խառնելու ենք թթվասեր։ Շատ համեղ նախաճաշի տարբերակ եւ շատ օգտակար, ամենակարևորը։ Ահա, փորձենք լցնել ամանի մեջ թթվասերի հետ։ Առայժմ այսքանը, բայց ինչու այսքանը, եկեք ամբողջական հենց օգտագործենք այն, որպեսզի ավելի սննդարար եւ ավելի հագեցնող դառնա եւ շատ մարդկանց կարողանանք հյուրասիրել։ Այսպես եւ իհարկե այստեղ ավելացնում ենք թթվասեր։ Ահա։ Այսպես թթվասերն էլ էլի ամբողջությամբ, ասես մեկը մեկին ավելացրեցինք, որովհետեւ քաշով նույնն են, նույն քաշը ունեն, թթվասերը 20%-անոց թթվասեր է, այսինքն բավականին յուղայնությամբ համեղ թթվասեր է, այսպես, սա կմիախառնենք ու կտրորենք այստեղ բանանը, փորձենք ամբողջությամբ թթվասերի մեջ թաթախել, ինձ թվում է այստեղ մեզ պատարագաղ է պետք, այո, պատարագաղի օգնությամբ ևս կարելի է այս բոլորը միախառնել, այսպես, էլի շատ հեշտ տարբերակ է, շատ քիչ ժամանակ է խլելու մեզնից, սիրելիներս այս նախաճաշի տարբերակը պատրաստել, այնպես որ եթե չզլանաք, առավոտյան շուտ արթնանաք, եթե ձեռքի տակ իհարկե կան նման բաղադրիչներ, շատ արագ պատրաստեք, կերակրեք երեխաներին հատկապես գիտենք, որ երեխաների համար որքան սա կարևոր սնունդ է, ու ապա ուղարկեք դպրոց, այսպես ասած։ Ահա, խնդրեմ, հիմա բանանը փորձենք տրորել, Ցանկության դեպքում կարող եք ուրիշ ավելի ձեր նախընտրած օրինակ հատապտուղ օգտագործել այստեղ, ելակը շատ լավ կլինի,
ես կարծում եմ, եթե ցանկություն ունեք, կարող եք ելակ էստեղ տրորել։ Նայած դե նախասիրության, նայած ճաշակի, պարզապես բանանը գիտենք, որքան իր մեջ սնունդ է պարունակում, եւ իմիջիայլոց բավականաչափ շաքար կա ուրեմն բանանի մեջ, այս երկու բաղադրիչի հետ, կատնամթերքի հետ շատ համահունչ է բանանը եւ բալանսավորում է կատնամթերքին, իր շաքարն էլ, այսպես ասած, կատնամթերքն է բալանսավորում բանանին, այնպես որ շատ հրաշալի համադրություն է եւ նախաճաշի շատ լավ տարբերակ, կալորիաներով հարուստ, բայց օգտակար, այնպես որ մեր օրգանիզմին հաստատ չի վնասի։ Եվ առավոտյան ժամերին այս ուրեմն նախաճաշը օգտագործելու համար շատ լավ տարբերակ է հենց առավոտյան։ Այսպես, համարյա թե պատրաստ է այս խյուսը, ես դեռ մի փոքր ավելի երկար հետո կհարեմ այն, եւ իհարկե հիմա պետք է անցնենք առաջ եւ կտրատենք մեր մրգերը, խնձորը, տանձը եւ նարինջը։ Այս ամենը երբ կտրատենք, պետք է խառնենք մեր կատնաշոռի հետ։ Ես հիմա հարմարեցնեմ այստեղ մեր խոհանոցը, որպեսզի կարողանամ կտրատել մրգերը։ Իսկ մրգերը կտրատելու ենք մանր տարբերակով, որպեսզի ուտելիս հարմար լինի։ Մի քանի գեղեցիկ շերտեր կթողնեմ ամենավերջում զարդարելու համար, օրինակ հենց հիմա, հենց այս պահին կարելի է առանձնացնել զարդարման համար մեր տարբերակները, այսպես շատ բարակ մի քանի շերտ կթողնեմ վերջում, որպեսզի զարդարեմ։ Այսպես, սա կթողնենք մի կողմի վրա, բոլոր մրգերից մի քանի շերտ կթողնեմ վերջում կօգտագործեմ զարդարման համար։ Ահա, այսպիսի մանր կտորներ կկտրատեմ, որպեսզի լցնեմ մեր կատնաշոռի վրա։ Իհարկե միջուկը հեռացնում ենք եւ կտրատում, սիրելիներս, դուք մշտապես փորձեք այնպես անել, որ նախաճաշը չբացակայի ձեր սննդակարգից։ Գիտեմ, իրականում այնպիսի բան եմ ասում, որ ոչ բոլորն են կարողանում ինչ-ինչ պատճառներով հետևել այս կարևոր ուրեմն պայմանին, նախաճաշ ուտելուն, բայց եթե հնարավորություն կա, եթե մի փոքր ավելի ուշ եք դուրս գալիս աշխատանքի եւ ժամանակ ունեք, անպայման մի խույս տվեք, նախաճաշեք, յուրաքանչյուր առավոտ արթնանալ ու սկսել սուրճով, մեկ գավաթ սուրճով, դա այնքան էլ լավ բան չէ, այնպես որ խորհուրդ եմ տալիս չհետևել այդ տարբերակին, այլ հետևել նախաճաշի առողջ ապրելակերպի տարբերակին։ Եվ ընդհանրապես հաճախ ասել ենք եւ հիմա էլ կկրկնեմ, կարող եք առավոտյան մեկ բաժակ ջրով սկսել, սենյակային ջերմաստիճանի ջրով, կամ ես մեկ անգամ անդրադարձել եմ դրան, որ կարող եք ջրի մեջ լցնել քրքում, մի թեյի գթալ քրքում մեկ բաժակ ջրի մեջ, մի փոքր կիտրոն, մի փոքր մեղր, այս թուրմը պատրաստել եւ մի քանի օր, թեկուզ մեկ շաբաթ կամ 10 օր շարունակ այս լուծույթը, այս զանգվածը խմել։ Ինչու, որովհետև այն օգնում է ուրեմն արյան շրջանառությանը, նյութափոխանակությանը, այն իմունային համակարգը շատ ամրապնդում է, հավատացնում եմ ձեզ, եւ հակաբորբոքային այսպես էֆեկտներ ունի։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե երբևէ փորձել եք, շատ ավելի լավ, եթե չէ, ապա փորձեք, հավատացնում եմ դրանից չեք տուժի։ Այսպես ես հենց հիմա կտրատած արդեն տանձը կլցնեմ մեր խյուսի վրա եւ կշարունակեմ մյուս գործողությունները։ Այսպես հաջորդ կտորներն էլ կմանրացնեմ եւ կլցնեմ էլի մեր խյուսի վրա ու մնացած մրգերը եւս։ Սիրելիներս, այս պահին դադար է լինելու մեր եթերում, դուք մնում եք մեզ հետ, շարունակությունը դեռ կտեսնեք, այնպես որ չփոխեք ալիքը։
Եվս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում սիրելի հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, ես այսօր պատրաստել եմ շատ համեղ նախաճաշի տարբերակ, առաջարկում եմ, այսինքն այս նախաճաշի տարբերակը դուք էլ պատրաստեք եւ իհարկե առավոտյան փորձեք ավելի սննդարար առավոտ ունենալ եւ իհարկե հատկապես երեխաներին մատուցել այս նախաճաշը։ Ուրեմն ինչ եմ արել մինչ այս պահը, կատնաշոռը, թթվասերը, բանանը տրորել ենք միասին, այս ամբողջը մի զանգված է ստացվել եւ իհարկե այստեղ ավելացրել եմ բազմապիսի մրգեր, նարինջ, խնձոր, տանձ եւ սիրելիներս ցանկության պարագայում կարող եք այստեղ ընդեղեն ավելացնել, շատ համեղ կստացվի, հատկապես ընկույզը կդարձնի շատ ավելի հարուստ, ավելի ճիշտ նախաճաշ։ Ես ասեմ, որ հիմա համարյա ավարտել եմ իմ աշխատանքը, պարզապես պետք է այն խառնել, լավ խառնենք, թողնենք սառնարան, որպեսզի սառ չի այն, որովհետև շատ սառը տարբերակով ավելի հաճելի կլինի ճաշակել այն, այնպես որ խառնում եմ եւ տեղափոխում եմ սառնարան։ Քիչ ավելի ուշ արդեն միասին կզարդարենք այն եւ ամենավերջում ուզում եմ այստեղ մի քիչ էլ մուրաբայի հյութ ավելացնել, բայց դա կթողնենք վերջում։ Այո, ինչպես արդեն նկատեցինք, այստեղ լի են սպիտակուցները, վիտամինները, նաև եւ շատ հարմար նախաճաշ է առավոտյան։ Այո, հատկապես մարզվող մարդկանց համար, սիրելիս, դու մշտապես մարզվում ես, ես կարծում եմ սա քեզ համար շատ լավ նախաճաշ է։ Այ, տեսնում եք, Ադրեն հոգատար է բոլորիս հանդեպ եւ բնականաբար առավոտյան մտածում է թե ինչ պատրաստի, որպեսզի ոչ միայն ուղղակի պատրաստելու համար, այլ ոչ որպեսզի ճիշտ նշանակետին այս ամենը ներկայացվի, այնպես որ շնորհակալություն։ Անշուշտ եւ եւս մեկ անգամ անուշ լինի, ես հուսով եմ բոլորս կճաշակենք սա եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել հեռուստադիտողին, որ թարմ մրգերի փոխարեն կարող են այս նույն բաղադրությամբ պատրաստել չրերի տարբերակով եւ ընդեղենով, այնպես որ երկու տարբերակն էլ շատ տեղին կլինի։ Ես պարզապես ցանկացա, որ թարմ ավելի թարմություն լինի այս ամեն ինչի մեջ։ Ահա պատրաստ է, ես կարծում եմ նույնիսկ կարելի է մի փոքր փորձել, ես ուզում եմ փորձել։ Ես կարծում եմ դա շատ անհրաժեշտ է։ Այո, արի փորձենք, մարդես հանկարծ մի բան մոռացած չլինենք մեջում ավելացնել։ Ես էլ փորձեմ, դու էլ տեսնենք ինչ է ստացվում։ Բայց դու շատ էսպես դու փորձի քո չափաբաժնով, սիրելիս, շատ էսպես թերահավատորեն ես մոտեցել իմ փորձման չափաբաժնին, Ադրինե, որտեվ ես հիմա ուզում եմ իրեն բավականին փորձեմ։ Համեղ է։ Ահա, մեր ռեստորան ասում է ամբողջը չուտես, մեզ էլ թող։ Համեղ է, ժողովուրդ ջան։ Այո, համեղ է եւ սննդարար ամենակարևորը։ Այնպես որ պատրաստեք սիրելիներս ու վայելեք։ Մեր ռեստորան ասում է ավելի լավ հիմա դադար տանք, թե չէ ամբողջը կուտեք, մեր ժամը մեզ չի մնա։ Հիմա դադար, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Այո, մեր հեռուստադիտողին այսօր առաջարկում եմ շատ համեղ, շատ սննդարար, օգտակար մեր օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով նախաճաշ։ Այն արդեն սառչում է սառնարանում, որովհետև կատնաշոռեր, թթվասեր, մրգեր, շատ հետաքրքիր համադրություն եւ շատ համեղ համադրություն։ Հիմա այս պահին ես մտածեցի, որ շատ հարմար կլինի նաեւ այս նախաճաշի կողքին մի լավ համեղ թեյ պատրաստել եւ մատուցել, հրամցնել։ Եվ հենց հիմա այդ նախապատրաստական աշխատանքներն էի կատարում, սիրելիներս, ուզում եմ այդ process-ը միասին ուրեմն անցնենք եւ ինչ է պետք այս համեղ թեյի համար։ Ես մշտապես, սա շատ ավանդական է իմ խոհանոցում, մշտապես այս համեմունքներով եմ պատրաստում թեյը, երևի թե կհիշեք շատ անգամներ էլի միասին նույն ձևով պատրաստել ենք։ Այսօր եւս մեկ անգամ կկրկնենք, թե ինչ է պետք այս համեղ թեյի համար։ Ես այստեղ հիլ եմ լցնում ափսեի մեջ, մի քանի հատիկ, 3 հատիկ, այստեղ ավելացնում եմ մի 5 հատիկ, խնդրեմ, մեխակ, հետո բնականաբար սև թեյ, ես այս փոքրիկ պարկերի մեջ եմ պահում իմ ուրեմն թեյի համար հարմար բաղադրիչները, այստեղ ունենք վարդի թերթիկներ, անպայման առանց վարդի թերթիկների չենք պատրաստի մեր թեյը, ահա, խնդրեմ, ավելացնելու ենք նաև վարդի թերթիկներ, այստեղ ունենք մի կտոր նաբատ, ահա,
Սառնաշաքար։ Խնդրեմ, սա էլ սառնաշաքար։ Եվ այստեղ իհարկե մենք պետք է օգտագործենք դարչնի փայտիկ։ Ահա, խնդրեմ։ Սա կլինի մեր թեյի բաղադրիչները, սիրելիներս կլցնենք մեր ամանի մեջ, այսպես ասած թեյնիկի մեջ և իհարկե վրանք ավելացնենք եռացրած ջուր։ Խնդրեմ։ Ահա այսպես, և կթողնենք այն թրմվի, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է մի լավ սրբիչ, ես այն այսպես կծածկեմ և կթողնեմ այս ջերմությունը մնա թեյնիկի մեջ, որպեսզի ամբողջությամբ այն գեղեցիկ գույն ստանա և թրմվի։ Ահա, թողնենք մի կողմի վրա։ Այսպես։ Դու եկել ես ջրով, ջուրը շատ պետք է և առողջարար, խմիր։ Ես քեզ համար եմ բերել։ Ինձ համար ես բերել։ Այո, ինձ թվաց ինչ-որ բան է խանգարում քեզ։ Այո, շնորհակալություն։ Իսկ միշտ դուք վայելես ջուրը, շատ շնորհակալ եմ ուշադրության համար։ Ես նշեմ, որ այս ամբողջ ընթացքում այս համեղությունները պատրաստելու համար Ադրինեն ոչ մի ջանք չի խնայում։ Ամենակարևորը բաղադրիչը տալիս է իր ներսից, դա սերն է, այն մեծ սերն ու ջերմությունը, որը շատ կարևոր է, իսկ հետո արդեն օգտագործեց այսօր կաթնամթերքի հրաշալի տեսականին, որն առաջարկում էր Էլոլա ապրանքանիշը, բնականաբար կաթնամթերք, պանիր, կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոր եւ շատ ու շատ հետաքրքիր տեսականի այսուհետ հասանելի ողջ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Դե բնականաբար էլ օրվա ընթացքում մեր շատ անհրաժեշտ է նաեւ մեկ այլ տեսակի սնունդ, որը ես միշտ գտնում եմ այս պահածոների մեջ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկող հատկապես թթուների շարքը ինձ շատ է դուր գալիս եւ ես միշտ մտածում եմ, որ ինչքան շատ եմ ես սիրում հենց Իջևանի պահածոների թթուների տարբերակը եւ իհարկե կոմպոտների լայն տեսականի նույնպես հասանելի է բոլորին։ Դե հոյակապ է։ Կենաց, ժողովուրդ ջան, կենաց։ Դե ամեն ինչ արդեն խառնվեց իրար, թե այնտեղ թրմվում է, ինչ որ բան կավելացնի։ Այո, անպայման, մենք դեռ գործը չենք ավարտել, բերում եմ մեր համեղ նախաճաշը։ Եվ Ադրինե։ Եվ հիմա լցնում ենք այս համեղ նախաճաշը մեր մատուցվող ամանի մեջ ու սկսում ենք ամենագեղեցիկ process-ը, այսինքն զարդարման ընթացքը, որը ես շատ եմ սիրում, շատ։ Ահա, սա թողնում եմ մի կողմի վրա, այսպես փորձեմ մի փոքր հարթեցնել այն։ Եվ իհարկե մեր կտրատված մրգերով փորձենք ինչ-որ տեսք տալ այս համեղ նախաճաշին։ Տեսնեմ, թե ինչպես կարող եմ այն զարդարել, որպեսզի շատ գունեղ լինի։ Ոչ շատ գեղեցիկ էր ստացվում։ Այո, եւ իհարկե ախորժաբեր լինի։ Ինչու ոչ երեխաներին սա կոգևորի, ես կարծում եմ։ Այսպես։ Ինչ մտածենք, Սուրճ ջան, ինչ որ հետաքրքիր բաներ։ Բայց դու շատ այսպես արվեստաշունչ մոտեցում ես ցուցաբերել։ Այո, փորձում եմ, որպեսզի այն գեղեցիկ ստացվի։ Իհարկե տանձը շատ գեղեցիկ է։ Ես ամենասիրելի մրգերից մեկն է այն, ես շատ եմ սիրում եւ ուզում եմ իրեն գեղեցիկ ներկայացնել։ Այսպես։ Երևի թե մի երկու խնձոր այս կողմում, այսպես, մի երկու խնձոր էլ այս կողմում, կարող ենք համարել, որ զարդարված է, դե հիմա մեր տարբերակով, եթե հեռուստադիտողը ցանկություն ունենա այլ տարբերակով ներկայացնել, իհարկե կարող է։ Եվ այստեղ մենք ունենք մուրաբա, մուրաբայի հյութը, ինչպես նշեցի, ուզում եմ ավելացնել այս համեղության վրա, այսպես, և մրգերի վրա ևս, այսպես, կարծում եմ հետաքրքիր եղավ։ Այս նախաճաշը պատրաստված էր ավելի շատ մրգերից, մուրաբան բանջարեղենի մուրաբա է։ Ճիշտ է, այո, սմբուկի, բայց ամենահամեղ, ամենաիդեալական մուրաբաներից մեկն է, ես շատ ուզում եմ նաև մեր հեռուստադիտողին ասել, որ մենք արդեն կերել ենք, սիրելիներս։ Բան չի մնացել, մի քանի կտոր։ Այո, այստեղ մի քանի կտոր, բայց նայեք ինձ սիրուն է, պուպուշ։
Այսպես գեղեցիկ մուրաբա է, սմբուկի մուրաբան եւ կարծում եմ հազարավոր մրգերից շատ ավելի համեղ է ստացվում այն։ Այսպես։ Այո։ Խնդրեմ։ Մենք կարող ենք արդեն ունել կարճ դադար։ Իհարկե կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Դե որ այդպես հիմա կարճ դադար կլինի եւ արդեն հետո կվերադառնանք ու կտեսնենք ինչ եղավ այս ամենը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր այսօրվա խոհանոցային հատվածը, այսօրվա իմ առաջարկած բաղադրատոմսը, հուսով եմ գրի կառնեք, հուսով եմ կպատրաստեք եւ կվայելեք։ Մենք այսօր պատրաստեցինք կատնամթերքով եւ մրգերով շատ համեղ նախաճաշի տարբերակ եւ իհարկե կողքի պատրաստեցի թեյ, շատ բազում բազմաթիվ համեմունքներով, դարչին վարդի թերթիկներ, սև թեյ, հիլ եւ մեխակ, իհարկե այնտեղ ավելացնելով նաեւ սառնաշաքար։ Ահա, թրմեք այս համեղ թեյը եւ վայելեք։ Ես կարծում եմ շատ տեղին կլինի այս նախաճաշի հետ միասին այսպիսի թեյ վայելելը։ Սիրելիներս, ձեզ լավ նայեք, հետևեք ձեր առողջությանը եւ ձեր տրամադրությանը եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։